Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29% ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան, Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները։ Պարզ է, որ այսօրվա իշխանությունները Ալիևին են օգնության կանչում ճնշելու մեր հայ տնտեսվարներին։ 2028 թվականի վերջին կարող է բացվել Զանգեզուրի միջանցքը, Ալիևը ցնծում է ու վերլուծաբանների համոզմամբ ամեն բան անում մոտեցնելու միջանցքից առաջին տնտեսական օգուտը քաղելու պահը։ Հայ-ադրբեջանական ջերմ պահեր են լինում ոչ միայն Փաշինյանի ու Ալիևի, այլև Սիմոնյանի ու Գաֆարովայի միջև հանդիպում Ժնևում։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում ավելի է քչանում ջերմությունը։ Ռուսաստան մուտքի արգելքի դեպորտի վտանգի առաջ կանգնած վարորդները իրենց բեռնատարներով կաթվածահար են արել Բագրատ Աշենի անցակետ տանող ճանապարհը։ Առել ենք երկրով մեկ բոմժ, կատարյալ բոմժ։ Իսկ թողարկման երկրորդ մասում սպասեք նաև ներքաղաքական ու քրեաիրավական բոլոր փոթորկուն իրադարձությունների մանրամասներին։ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում։ Դուք դիտում եք Հայլուրի հոկտեմբերի 21-ի ամփոփիչ թողարկումը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29% ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան։ Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում է վերացրել ապրանքների տարանցման սահմանափակումները, ասել է ղազախական հացահատկի առաքումը Հայաստան, լավ ցուցանիշ է, որ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլ նաեւ հողի վրա։ Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը շտապել է ազդարարել խաղաղությունը հաստատված է։ Նիկոլ Փաշինյանի դիմախոսները սպասում էին մի այսպիսի դատարկ ժեստի Ալիևի կողմից, որ պարզ հային կմատուցվի իբրև խաղաղության առհավատչա։ Հիմա նրանք հարցնում են, այդ ինչ խաղաղություն է, որ Ադրբեջանը ոչ թե ապաշրջափակում է ճանապարհները, որպեսզի ղազախական ցորենը Ադրբեջանից ուղիղ Հայաստան մտնի, այլ տարանցման ուղի է բացում Վրաստանով։ Ի վերջո ինչու պետք է ղազախական ցորեն բերենք Վրաստանով, եթե Հայաստանում վարելահողերի 40%-ից ավելին չի մշակվում։ Կայանե Մովսիսյանն է փորձել հասկանալ։ Հայաստանը, որ Արցախից ամեն տարի 100,000 տոննա ցորեներ ներկրում, Արցախի կորստից հետո պատրաստվում է Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկներ մուծել։ Ալիևը հայտարարել է, որ վերացրել է իր պետության տարածքով Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները ու պայմանավորվել է Ղազախստանի նախագահի հետ, որ Հայաստան մտնող առաջին բեռը ղազախական ցորենն է լինելու։ Խաղաղությունը հաստատված է, Facebook-ում ավետել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը հարցնում է, եթե իսկապես խաղաղություն է հաստատվել, ինչու Ադրբեջանը չի ապաշրջափակում ճանապարհները, որ ղազախական ցորենը Ադրբեջանից ուղիղ Հայաստան մտնի, ոչ թե Վրաստան հասնի ու այնտեղից նոր գա մեր երկիր։ Ըստ պայմանավորվածության ղազախական Ակտաու քաղաքից նավերով Կասպից ծովով ցորենը հասնելու է Բաքվի միջազգային նավահանգիստ։ Այնտեղից երկաթուղով Վրաստան, Վրաստանից էլ երկաթգծով Հայաստան։ Ինչու հենց հիմա եւ ինչի անկարծ Ալիևը որոշեց ձեռք մեկնել։ Պարզ է, որ այսօրվա իշխանությունները Ալիևին են օգնության կանչում ճնշելու մեր հայ տնտեսվարներին։ Մեր պարենային անվտանգությունը գյուղատնտեսության զարգացմամբ բարձրացնելու փոխարեն Հայաստանի իշխանությունը նորից որոշել է փողը դուրս հանել, ասում է Արթուր Խաչատրյանը։ Գյուղատնտեսության նախկին նախարարի տվյալներով Հայաստանում վարելահողերի 40%-ից ավելին չի մշակվում։ Հիշեցնեմ, որ Արմեն Գրիգորյանը հիշում եք ինչ էր ասել, դե որ ցորենից կախվածությունը փոքրանա, բրինձ կուտենք, կամ բրինձ կներմուծենք, կամ բրինձ կաչացնենք։ Հաց չկա, գաթա կերեք։ Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետի ոճով ռուսական ցորենի այլընտրանքներ առաջարկում Հայաստանի աղ Կարմեն Գրիգորյանը, երբ Մոսկվայից հիշեցնում էին, որ հացահատկի 90%-ը Ռուսաստանն է մատակարարում մեր երկիր, եւ որ Հայաստանի իշխանությունը պետք է դա հաշվի առնի ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնելիս։ Այ տեսեք, ռուսները չեն տալիս ցորեն, տալիս են ադրբեջանցիները, ուրեմն թուրքերն ու ադրբեջանցիները շատ լավն են։ Ես հիշեցի, որ 90-ականների սկզբին, երբ Հայաստանը շրջափակված էր Ադրբեջանի կողմից, մի փոքր խմբականակ ապրանք Թուրքիայից մտավ Հայաստան եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները դա կյանքի ճանապարհ էին ներկայացնում, թե տեսեք թուրքերի հետ մեր իրավիճակը, մեր հարաբերություններն ինչքան են լավանալու։
Ադրբեջանը ցանկացած պահի կարող է փակել այդ տարանցիկ ուղին, չի բացառում ընդդիմադիր պատգամավորը։ Անվտանգային լուրջ խնդիրներ կարող են ունենալ։ Հիշեցնում է Արթուր Խաչատրյանը, ինչպես էին Արցախում շրջափակման օրերի նահանգում, որ Ադրբեջանը միտումնավոր աղտոտում է Արցախ հոսող ջուրը։ Գայանե Մովսիսյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ 2028 թվականի վերջին կարող է բացվել Զանգեզուրի միջանցքը։ Ալիևը ցնծում է ու ամեն բան անում մոտեցնելու միջանցքից առաջին տնտեսական օգուտը քաղելու պահը։ Վերլուծաբանների համոզմամբ, չնայած Բաքուն ու Անկարան արդեն օգտագործում են իրենց սփյուռքը Զանգեզուրի միջանցքի լոբբինգի համար, ակնհայտ է, որ Երևանը անգամ դիմադրել չի փորձում օգտագործելով հայկական սփյուռքի ներուժը։ 3 տարուց 2028 թվականի վերջին կարող է տեղի ունենալ Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ղազախստանում իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ մինչ այդ Ադրբեջանը մյուս տարվա կեսին կավարտի տրանսպորտային ու երկաթուղային ճանապարհների շինարարությունը։ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիան այնքան է ոգևորված Զանգեզուրի միջանցքի բացմամբ, որ այդ հարցով թուրքական լոբբինգին միացել են նաև նրա բիզնես գործընկերները։ Թուրքական բիզնես կայքը Դյունյան հոդված է գրել այն մասին, թե ինչպես Զանգեզուրի միջանցքը Թուրքիան կդարձնի Եվրոպան սնող պահեստային կենտրոն։ Այդ կարծիքն է հայտնել նիդերլանդական բեռնափոխադրող Ռաբեն ընկերության տնօրեն Էվանդ Ռաբենը։ Նրա կարծիքով Թուրքիայի լոգիստիկ դերը լիովին կփոխվի, եթե Զանգեզուրի միջանցքը շահագործման հանձնվի։ Ծովային բեռնափոխադրումների մեծ մասի ուղին կարող են փոխել Թուրքիայի տարածքով անցկացնել բեռները։ Նիդերլանդական Ռաբեն լոգիստիկ ընկերությունը 3 ամիս առաջ է սկսել համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության իշխանությունների, որոնք զբաղված են եղել միայն այն հարցով, թե ինչպես պահպանեն իրենց իշխանությունը կամ զրպատել ընդդիմադիր ուժերին, ադրբեջանական կողմը Թուրքիայի հետ միասին տարբեր մակարդակներով հետևյալ աշխատանքներ իրականացրել։ Այլ երկրներում փորձագետներին համոզում են, թե ինչքան օգուտներ կտա Զանգեզուրի միջանցքը, ներդրողներ են ներգրավում ու դիվանագիտական ճակատում պայքարում, որ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը ընդունելի ու հասկանալի լինի միջազգային հանրության համար։ Նիդերլանդական լոգիստիկ ընկերության տնօրենի հայտարարությունն ապացույց է, որ Թուրքիան ու Ադրբեջանը լրջորեն աշխատում են գործընկերների հետ Զանգեզուրի միջանցքի բացումից հնարավորինս շատ պտուղներ հավաքելու ուղղությամբ, ընդգծում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։ Տարբեր բիզնես կազմակերպությունները, լոգիստիկ կազմակերպությունները, այդ թվում նաև այս հարցում, եթե մենք անդրադառնանք, նիդերլանդական կազմակերպությունը խոսում է այդպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, եւ ես կարող եմ ավելացնել, որ ոչ միայն Զանգեզուրի մասին խոսում է ոչ միայն այսպես կոչված նիդերլանդական կազմակերպությունը, այլ նաեւ բազմաթիվ օրինակ կենտրոնական Ասիայի երկրներն են խոսում դրա մասին, անգամ արդեն Իրանում են դրա մասին որոշ կողմերը խոսում։ Թուրքիան ու Ադրբեջանն օգտագործում են իրենց սփյուռքը Զանգեզուրի միջանցքի լոբբինգի համար, դրան արդեն Իսրայելն է միացել ու որոշ արևմտյան պետություններ։ Հատկապես թուրքականը բավականին մեծ ազդեցություն ունի որոշ եվրոպական պետություններում, այդ թվում Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում։ Հայաստանի իշխանությունները չեն փորձել որևէ կերպ դիմադրել թուրք-ադրբեջանական լոբբինգին հայկական սփյուռքի միջոցով։ Հայաստանի պաշտոնյաների վահանը Զանգեզուրի միջանցքի քարոզչության դեմ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերն են, որոնց մեջ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին Թրամփի անունն է ստացել։ Հայաստանի իշխանությունը ԱՊՀ անդամ երկրներին համոզում է, որ իրենց համար արտահանման ու ներմուծման նոր հնարավորություններ կբացի Թրամփի ուղին, Եվրամիության անդամ երկրներին, որ Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապող շղթայում։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը։ Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան ողջունել են հայ-ադրբեջանական Վաշինգտոնյան պայմանավորվածությունները, ընդգծել կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը։ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը լուսանկարվելու պահին բռնել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդարանների խոսնակների Սիմոնյանի եւ Գաֆարովայի ձեռքերը։
Գերիների հարցը դեռ լուրջ մարդասիրական խնդիր է, որ պետք է լուծում գտնի։ Ժնևում միջխորհրդարանական միության վեհաժողովի իր ելույթի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը, որ դեռ 4 տարի առաջ զրույցներից մեկում պնդում էր, թե գերիները իր համար արդեն չկան։ Հիմա նա հայտարարում է, թե իր քաղաքական թիմը ձգտում է հասնել գերեվարվածներին հնարավորինս շուտ տուն վերադարձնելուն։ Սիմոնյանը խոսել է նաև անհետ կորածների ճակատագրի մասին։ Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում։ Ուկրաինայից մինչև Գազա, Սուդանից մինչև Հայիթի մեր աչքերի առաջ տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր։ Քաղաքացիական անձինք, կանայք, երեխաներ, տարեցներ շարունակում են կրել տառապանքի բեռը։ Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցնում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է։ Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ որպես այդպիսին դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը այսօր Բաքվի զինվորական դատարանում հրաժարվել է իր փաստաբան Ավրամ Բերմանի ծառայություններից։ Այս մասին Վարդանյանը հայտարարել է փաստաբանի հետ առանձին հանդիպումից հետո։ Ըստ ԱՊԱ գործակալության Վարդանյանը այդպիսի որոշում է կայացրել, քանի որ դժգոհ է դատական process-ից։ Նրա միջնորդությունը բավարարվել է ու քանի որ ուրիշ փաստաբանի հետ պայմանագիր չունի Վարդանյանը, դատարանը որոշել է, որ նրան դատապաշտպան կտրամադրի պետությունը։ Անցնենք առաջ, մոտ 2.5 ժամ առաջ են բեռնատարների վարորդները բացել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը։ Կեսօրից ավելի մոտ 3 կիլոմետրանոց երկկողմանի խցանում էին առաջացրել այնտեղ Հայաստանի գործադիրից հիասթափված մարդիկ։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով վարորդները տարվա ընթացքում ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ դաշնության տարածքում։ Ժամկետը խախտողները տուգանվում են, անգամ ձերբակալվում եւ արտաքսվում 3-ից 5 տարվա մուտքի արգելքով։ Վարորդները պնդում են, որ չեն տեղավորվում 90 օրվա մեջ, որովհետև դրա մեծ մասը լարսում են անցկացնում, իսկ Հայաստանի կառավարությունը ըստ նրանց խնդիրը լուծելու համար ոչինչ չի անում։ Զանգվածային ակցիայի ամենաթեժ պահին է էկոնոմիկայի նախարարը խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, առաջարկելով սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով եւ ստացել է դրական արձագանք։ Հարցը կքննարկվի հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ նիստում։ Վարորդները բացել են ճանապարհը, որոշելով սպասել այդ օրվան։ Ավելի քան 18 ժամ ոչ մի բեռնատար չի կարողացել անցնել Բագրատաշենով։ Պարալիզացրել էին անցակետի ելքն ու մուտքը վարորդները։ Միայն մարդատար ավտոմեքենաներ են անցել այս ճանապարհով։ Շուրջ 1 օր որևէ բեռ չի մտել Հայաստան, ոչ էլ Հայաստանից դուրս եկել Բագրատաշենի անցակետով։ Էսի մյորդվի զոնայա դարձ են կոմից էլ էս կոմից է, որտեղ բոլոր շոֆերները մեզ ճանաչելով արգելով, իրանք էս ակցիան կատարում են։ Մենք ոչ թե խոչընդոտում ենք ճանապարհը, աջ թև, ձախ թև, ֆուրերը կայնած, ոչ Հայաստանա մտնող, ոչ Ռուսաստանա դուրս գալու։ Թավշյա կառավարությունից հիասթափված վարորդները կոնկրետ պատասխան են պահանջում գործադիրից, թե դաշնությունում 1 տարվա ընթացքում առավելագույն է 90 օր մնալու նոր կարգը հայ վարորդների համար կփոխվի, կվերականգնվի նախկին 180 օր մնալու իրավունքը։ Դառել ենք երկրով մեկ բոմժ, կատարյալ բոմժ, որտեղ այդում ենք արդեն ամաչում ենք, ասենք, որ հայ ենք, որ հայ անունը լսում են, փախչում են, այսօր ամաչում ենք, ասենք, որ հայ ենք։ Այս ինչա կատարում, ուր եթում ենք տուպիկ, ուր եթում ենք տուպիկի առաջ, ոչ Հայաստանում ինչ-որ մի ստրուկտուրայում հեռախոս աշխատում, որ զանգես մի հատ պատասխան իմանաս, ոչ է Ռուսաստանում։ Հայ գործընկերների բողոքի ակցիային էին միացել վրացի ու ղազախ վարորդները, որոնք Հայաստան բեռներ են բերում տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից։ Տղաներին դեպորտ են արել, դրա համար եմ այստեղ կանգնել։ Ես դեռ ժամանակ ունեմ Ռուսաստան ելք ու մուտքի, բայց մեզ ոչ ոք չի հարգում։ Վարորդին մարդ չեն համարում։ Մի քանի տասնյակ բեռնատարի վարորդներ արդեն Ռուսաստան մուտքի արգելք, դեպորտ ունեն։ 1 տարվա ընթացքում 90 օրից ավելի են մնացել դաշնության տարածքում։ Սահմանը հատելիս իրենց ասել են, որ այլևս չեն կարող մտնել Ռուսաստան, իսկ ովքեր դեռ չգիտեն, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց Ռուսաստանում, վախենում են նստել բեռնատարի ղեկին, ճամփա ընկնել դեպի Ռուսաստան։ Ստեով կայնած, հələ իրանք չեն եղել, բայց հենց մի ոտները դնեն, ընդ 100% դեպորտ է։ Հատիկ, ցավը տանը։
Այս մարդիկ 3 կառավարության մոտ ակցիայից հետո են հասել Բագրատաշեն փակել ճանապարհը։ Փոխվարչապետի աշխատակազմի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո վարորդները քորուփոշման հեռացել էին կառավարությունից, պնդելով թե երկրի կարևոր հարցերը թողած ուրիշ բանով են զբաղված։ Աշկիս իրոք միտումնավոր են անում, որովհետև չի կարելի։ Ես արդեն սենց էլ շարունակվեց, մտածել եմ, որ միտումնավոր են անում, որովհետև եղբայր ջան, այսօր Հայաստանի իշխանավորների ու մնացած պետական գործիչների 80%-ը Գյումրիում են երևի, կամ երեք Գյումրիում են եղել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խորհրդարանում այսօր հայտարարել է, թե կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, առաջարկելով սահմանված 90 օրը փոխարինել նախկին 180 օրով ու դրական արձագանք ստացել։ Հարցը քննարկվելու է հոկտեմբերի 24-ին ԵԱՏՄ-ի նիստում, այսինքն այս էլ սա շատ բարձրացել է այդ հարցը եւ նիստում քննարկվելու է։ Մի բառ չկա Պապոյանի ելույթում, թե ինչ է լինելու դեպորտ եղած վարորդների ճակատագիրը։ Ճանապարհ փակած այս մարդկանց համար նախարարի խոսքը համոզիչ չէ։ Ինչ ամսի 24 արա։ Այսօր սա ժողովուրդ միջև ամսի 24-ը կարող պետությունը ծովի։ Այս հայտարարությունից մոտ 1.5 ժամ անց վարորդները որոշել են բացել ճանապարհը։ Ավելի քան 18 ժամ Բագրատաշենի անցակետի ճանապարհը բեռնատարների համար փակվելուց հետո վարորդները որոշեցին, որ դադարեցնում են բողոքի ակցիան։ Նրանց խոսքով սպասելու են հոկտեմբերի 24-ի ԵԱՏՄ նիստում հարցի քննարկմանը, եթե իրենց սրտով չլուծվի, կհայտարարեն, թե ինչ են անելու։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան եւ Աշոտ Մնոյան, Հայլուր։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ընդդիմադիր համայնքապետերին պիտակավորելու փոխարեն, եթե զբաղվի իր բուն գործով, հնարավոր կլինի վարորդների խնդիրը լուծել, կարծում է Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա առաջարկ ունի նաև հեծանիվով գործի գնացող Նիկոլ Փաշինյանին։ Դե մի հատ թող այդ հեծանիվը նստի, սրտիկը բանը դնի, մի հատ գնա այդ սրտիկով բանով մի հատ Վրաստան, էլի, ասենք մի հատ Բավրայի անցակետում սրտիկ անի, մի հատ գնա Բագրատաշենում մի հատ սրտիկ ցույց տա, մի հատ անցնի մի հատ էլ Լարսով մի հատ սրտիկ ցույց տա։ Մի հատ գնա այդ բոլոր այդ մարդկանց մի հատ այդ սրտիկներով բանով, սենց բանով, էլի, խոնարհվի մի հատ սրտիկ ցույց տա, բանանի գնա։ Չգիտեմ ինչքան կտեի որ հեծանիվով գնա, բայց կարծում եմ արդյունավետ, այդ մի հեծանիվ քշելը արդյունավետ կլինի։ Իդեպ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, բայց փոխադրամիջոցներից ընտրել է ոչ թե հեծանիվը, այլ ինքնաթիռը, մեկնել է ոչ թե ցամաքով, այլ օդով, հավանաբար խուսափելով սահմանին բուն տանող վարորդների հետ հանդիպումից։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ կա թողարկման երկրորդ մասում։ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ֆոնին կաթոլիկ քրիստոնյաների սրբավայրում Սուրբ Աթոռում ստացած հաղորդությունից հետո Փաշինյանը որոշել է Կիրակի հովաննավանքում մասնակցել պատարագի, որը մատուցել է պատրաստվում կարգալույծ Արամ Քահանան։ Բացառիկ վկայություններ 12 քահանաների հարցաքննության օրվա ստորացուցիչ խուզարկությունների մասին և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հարցը։ Տարեք բոլոր 200 քահանաներին էլ փակեք, հետո ձեր մեռելներնով պիտի թաղի։ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում։ Ընդդիմությունը վստահ է, որ Փաշինյանը պարզապես չի մարսում հանրապետության երկրորդ քաղաքի ընտրության արդյունքը։ Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ինչն է, որ չկեղծեք։ Եվ հնարավոր է մեզ գաղտնալսում են ժողովրդավարության բաստիոն Հայաստանում, գաղտնալսում են նույնիսկ դրոններով։ Քո խոսակցությունը ուրեմն լրիվ ուրեմն կեղծում, դարձնում մի ուրիշ բան։ Եվ այսպես հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ֆոնին կաթոլիկ քրիստոնյաների սրբավայրում Սուրբ Աթոռում ստացած հաղորդությունից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է Կիրակի հովաննավանքում մասնակցել պատարագի, որը մատուցել է պատրաստվում կարգալույծ Արամ Քահանան։ Այսօր է Մայր Աթոռը կարգալույծ հռչակել հովաննավանքի քահանային, որ ինչպես հիշում եք, հանրայինի տաղավարում մեղադրել էր Արագածոտնի թեմի առաջնորդին իրեն հանրահավաքներին մասնակցել հարկադրելու համար, ինչից հետո էլ դա հիմք էր դարձել Մկրտիչ եպիսկոպոսի կալանավորման համար։ Արամ Քահանան հայտարարել է, որ չի լքելու հովաննավանքը։ Ինչու է կարգալույծ արվել Տեր Արամ Քահանան։ Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը պարզաբանում է, դրա համար ոչ թե մեկ, այլ մի քանի պատճառ կա։
այդ ստահոտ տեղեկությունները եկեղեցու մասին, եկեղեցականների մասին, կեղծ մատնություն անելը ո՞րն է դասը, բացառիկ դեպք է։ Ստեփան Ասատրյան, Ավազանի անունով աշխարհականների շարքը դասված նախկին հոգևորականը վերջին մեկ ամսում պատարակների ժամանակ չի հիշատակել ամենայն հայոց կաթողիկոսին եւ իր թեմակալ առաջնորդ Մկրտիչ Սրբազանին, ինչպես կարգն է։ Եթե պատարակի ընթացքում որևէ հոգևորական չի հիշատակում ամենայն հայոց հայրապետին եւ թեմակալ առաջնորդին, սա պատարակի հստակ կանոնի մեջ է մտնում եւ դա կարեւոր ու պարտադիր պայման է։ Այսինքն ինքը չի ընդունում եկեղեցու իշխանություններին։ Տեր Եսային կտրուկ հերքում է ԿՊԱ-ականների տարածած լուրը, թե Հովանավանքի հոգևոր հովիվը կարգալույծ է հռչակվել Աննա Հակոբյանին ընդունելու կամ Փաշինյանների տունը օրհնելու համար։ Դա բացարձակ սուտ ու կեղծիք է, մարդկանց մոլորեցնելու հստակ նպատակով։ Հովնան Սրբազանը մեր եկեղեցու պատմության մեջ մի դեպք է միայն հիշում։ Սուրբ Գրիգոր Նարեկացու եպիսկոպոս հայրը չընդունելով կաթողիկոսի իշխանությունը կարգալույծ է հռչակվել։ Արամ Ասատրյանին, նույն ինքը Ստեփան Ասատրյանին կարգալույց հռչակելուց առաջ կարգապահական հանձնախումբը 3 անգամ հրավիրել է ներկայանալ մայրաթոռ, պարզաբանումներ տալու։ Կարող էր դա ներկայանալ եւ կարող է լրիվ ուրիշ ընթացք ունենար։ 3 անգամ հրաժարվեց, բայց ինքը չուզեց։ Ոչ թե ինքը իր տերերը, ինքը մի խամաճիկ է ընկել է ձեռքները։ Արդեն նախկին քահանան ասում է, որ 2 անգամ էջմիածնից պարզաբանում է խնդրել, թե ինչու պետք է ներկայանա կարգապահական հանձնախմբի նիստերին ու բացատրություն չի ստացել։ Իսկ պատասխանը, որ կգաս տեղում կիմանաս, կգաս այնտեղ կասես։ Եվ այս կերպ նաև ես այս ամեն ինչի մեջ իմ լսված լինելու իրավունքն եմ ոտնահարվածտենում, ինչը եւս օրինական չէ, որովհետև առհասարակ տեսնել դատ ու վերջին խոսքը չլսել դատվողի, միանգամից դատել։ Կարգապահական հանձնախմբի վերջին նամակը չի տեսել էլեկտրոնային փոստը չթարմացնելու պատճառով։ Ես իսկապես չէի տեսել, իմ մեյլը չէի թարմացրել, իմանալու համար, որ պետք է այնտեղ ներկա լինեմ։ Կարգալույծ արված քահանան պատրաստվում է կիրակի պատարակ մատուցել Հովանավանքում։ Փաշինյանն արդեն ասել է կիրակի այնտեղ է լինելու։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Մեր հաջորդ ռեպորտաժում բացառիկ վկայություններ կան անցած շաբաթ տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների մասին։ Ինչպես հիշում եք, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի ձերբակալության օրը 12 քահանա էր քննչական տարվել վկայի կարգավիճակով։ Դրան նախորդել էին ստորացուցիչ խուզարկություններ։ Շուրջ 200 քահանա է ծառայում Հայաստանում, տարեք բոլորին փակեք, հետո ձեր մեռելներին ով պիտի թաղի, գործընկերոջս հետ զրույցում հռետորական հարց է տվել Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը։ Երեխաները դեռ քնած են եղել, երբ առավոտյան 7-ին ազգային անվտանգության 4-5 աշխատակիցներ ծեծել են Տեր Մանուկ քահանայի դուռը, տունը խուզարկելու նպատակով։ Ես ծանուցագիր ուզեցի, իրենք ներկայացրեցին ծանուցագիրը։ Խուզարկեցին, ամբողջ տունը տակնու վրա արեցին, փնտրում էին փաստաթղթեր եւ այլն կապված գործի հետ, բայց ոչինչ չգտան։ Տարել են իմ եւ տան անդամների բջջային հեռախոսները, 2 կոմպյուտեր են տարել եւ 1 գրիչ են տարել։ Արագածոտնի թեմի հոգևորականներին նրանց ընտանիքի անդամների հեռախոսներն ու համակարգիչներն են առգրավել։ Այս գործողությունները հակաօրինական են, ասում են փաստաբանները։ Տեր Մանուկը պատմում է, իր տանը ոչ մի փաստաթուղթ չհայտնաբերելուց հետո իրեն տարել են քննչական կոմիտե, որտեղ 1 օր ոչ ոք անգամ չի մոտեցել իրեն։ Անակնկալ էր շատ ինձ արդեն տանելու պահը, ցավալիորեն ամբողջ օրվա ընթացքում ոչ մի քննիչի եւ որևէ անդամի հետ հանդիպում չեղավ, անիմաստ ամբողջ օրը սպասեցի, պահեցին մինչև ժամի 7-ը եւ ես պահանջեցի, որպեսզի իրենք փաստաբան տան։ Կոտրվելու իրավունք չունենք, ասում է Տեր Մանուկը, անկախ ամեն ինչից Արագածոտնի եկեղեցում պատարակներ լինում են ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ թեկուզ 1 հավատավոր է գալիս եկեղեցի։ Անցյալ օրը առաջին պատարակն եմ մատուցել Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Պատարակի կեսից Վեհափար Հայրապետին եւ առաջնորդ Սրբազան հորը հիշատակելու ժամանակ այն ծանր ապրումն ու զգացողությունն եմ ունեցել, ինչ որ ապրեցինք Արցախը կորցնելու ժամանակ։ Չնայած չարի ժամանակներ ենք ապրում, Տեր Մանուկը համոզված է, ամեն ինչ մի օր ավարտվելու է։ Մեր ազգային ու սուրբ եկեղեցու կողքին ենք
թեև մեր ծոցի մեջ տաքացրել ենք օձեր եւ այդ օձերը հիմա խածոտում են մեզ, բայց դրանց վերջն էլ կգա։ Թող անեն, իրենք չեն հասկանում։ Այնպես արեցին, որ մարդկանց մեջից ամոթն էլ կորել է։ Ով ում ոնց ուզում հայհոյում է։ Միթե մենք էս էինք։ Հոգևոր հայրերը վստահ են եկեղեցին միակ կառույցն է, որը կոտրել, քանդել ու ավերել չի հաջողվի։ Եթե անգամ Հայաստանի բոլոր հոգևորականներին ձերբակալեն, ժամանակն է, որ հայ ժողովուրդը արթնանա կործանարար քնի թմբիրից։ Բոլոր ասպարեզները ոչնչացրել են, միայն մնացել է հայ եկեղեցին եւ դրա համար էլ այսքան հարձակում են գործում մեր Սուրբ եկեղեցու դեմ։ Չեք կարողանալու։ Տարեք, մեզ բոլորիս տարեք, փակեք։ Շուրջ 200 քահանա է ծառայում հայ առաքելական եկեղեցում Հայաստանի մեջ։ Տարեք բոլոր 200 քահանաներին էլ փակեք։ Հետո ձեր մեռելներնով պիտի թաղի։ Ձեր մկրտություններն ու պսակներնով պիտի անեն, առանց օրհնության պիտի մնաք, ժողովուրդ արթնացեք, բոլորդ արթնացեք։ Զարուհի Սահակյան, Նորայ Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ ԿՊԱ-ականները տեսալսողական մեդիայի մասին օրենքում այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որոնք ընդդիմադիրների համոզմամբ շողակաթ հեռուստաընկերությունը փակելու միտում ունեն։ Հայաստանի ժուրնալիստների միությունը պահանջել է ազգային ժողովից հետ կանչել շողակաթ հեռուստաընկերության դեմ ուղղված օրինագիծը, չսահմանափակել եզակի հեռուստաընկերության սփռումը, որ զբաղված է հոգևոր ազգային արժեքների մատուցմամբ։ Հիմնավորման մեջ որպես պատճառ նշվում է կրթական մշակութային ծրագրերի համեմատաբար ցածր դիտվածությունը։ Իհարկե ծիծաղելի պատճառ խնդիրը ուղղելու հասարակության հետաքրքրությունը կրթական մշակութային ծրագրերի նկատմամբ մեծացնելու փոխարեն առաջարկում են դրանցից ազատվել։ Սա ուղիղ շարունակությունն է այն բանի, թե ինչպես նոր չափորոշչով դպրոցական պարտադիր ծրագրից հանվեց հայոց եկեղեցու պատմություն առարկան։ ԿՊԱ-ականները մեռելածին են որակել եւ մերժել ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ազգային ճգնաժամի մասին հայտարարության նախագիծը։ Այն չի մտել Լիագումար նիստերի օրակարգ։ Նախկին ԿՊԱ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ձեռնպահ են քվեարկել նախագծին, պատճառաբանելով, թե որոշ բաներ դեռ պարզաբանված չեն։ Հայաստան խմբակցությունը ազգային ճգնաժամի մասին հայտարարության նախագծի լսումների պահից է հայտարարել լիակատար աջակցության մասին։ Պատիվ ունեմի հեղինակած նախագծում նշված է, որ Հայաստանի այսօրվա կառավարիչների գործունեությունը հանգեցրել է համակարգային ճգնաժամի պետական կառավարման բոլոր մակարդակներում եւ ԿՊ-ն պետք է հեռանա։ Քննարկման ժամանակ ենք ասել, նրանում արտացոլված հաստատումները ոչ միայն բավարար, անհրաժեշտ, այլ նույնիսկ մի բան էլ պակաս է ներկայացված եւ այս ընթացքում անդադ հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու ուղղությամբ։ Հետևաբար Հայաստան խմբակցությունը կողմ է քվեարկում։ Այս պայդրությամբ կարող եմ հայտարարել, որ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը չեն խոչընդոտելու իմպիչմենտի գործընթացին եւ քննարկումները շարունակվում։ Մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, բայց ասենք այդ հարցի քննարկմանը եւ ընդհանրապես զարգացումներին, բայց մենք շատ հարցեր ունենք քննարկելու դեռ, որոշակի ճանապարհ ունենք անցնելու, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպահ քվեարկենք այս պահին։ Շնորհակալություն, բրավո Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին։ Այո, շատ ուրախ եմ, որ միմյանց հետ հանդիպում խոսում եք։ Նախ հիշեմ օրենսդրական նախաձեռնությունն առաջարկեմ խոսնակի եւ փոխխոսնակի պաշտոնները վերանվանել մեկնաբանի եւ փոխմեկնաբանի, ոնց որ ավելի շատ էության է կսազի, իսկ մեր քաղաքական հանդիպումների համար մի անհանգստացեք, պարոն Ռոբինյան, ձեր հերթն էլ կգա հանդիպելու, ձեզ հանդիպելու։ Շնորհակալ եմ, պարոն Մամիջյան, պաշտոնների վերանման վերաբերյալ առաջարկը չի ընդունվում, ձեզ հետ սիրով կհանդիպեմ հանրապետական կուսակցության ինքնարուծարման օրակարգի շուրջ։ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում։ Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք պահանջելու համար։ Քաղաքապետը այդ մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա փաստաբանների, Գյումրիում ապօրինի շինությունները օրինականացնելուն վերաբերող ենթադրյալ հանցավոր համաձայնության մասին հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդակցությունը վերաբերում է այն շրջանին, երբ Վարդան Ղուկասյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, իսկ Գյումրին ղեկավարում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանը։ Ընդդիմությունը վստահ է, որ Փաշինյանը պարզապես չի մարսում հանրապետության երկրորդ քաղաքի ընտրության արդյունքը։
Քաղաքից եղեք ամեն ինչ լավ է։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու դատարանի որոշումը դեռ չեն ստացել քաղաքապետի փաստաբանները։ Ամբողջ գիշեր կալանքի միջնորդությունը քննած դատարանը միայն կալանավորման քաղվածքն է տվել փաստաբաններին։ Այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի, տեսեք, այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ապօրինի է անվանում դատական ակտը, որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են։ Որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի։ Կաշառք պահանջելու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանը չի ընդունում այդ մեղադրանքն ու քաղաքական հետապնդում է անվանում կատարվողը, դատարանում էլ է այդ մասին ասել։ Դասից որ այս ամեն ինչը անհիմն է եւ նպատակ ունի, եւ դա հայտարարվեց է, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է։ Սա հայտարարություն է։ Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, թե Գյումրիի քաղաքապետը իր ցուցմունքներում ոչ հերքել, ոչ հաստատել է հրապարակված ձայնագրության մեջ լսվող բովանդակությամբ զրույց ունենալու հանգամանքը։ Երկուշաբթի Գյումրիի քաղաքապետարանը գրոհելու ընթացքում է կոմիտեն մի ձայնագրություն հրապարակել, որտեղ ըստ հակակոռուպցիոնի լսվում է Վարդան Ղուկասյանի ձայնը։ Նա խոսում է ինչ-որ բաներ տանել բերելու, խելոք մնալու մասին, հայոյում է, հայտնի չէ թե ում։ Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասում է, դատարանում կալանքի միջնորդությունը ներկայացրած քննիչները որևէ ձայնագրություն չեն ներկայացրել։ Մեզ ներկայացվել են ուղղակի կծկտուր սեղմագրեր, ինչ որ տեղերից վերցրած, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս, կամ ես ասում եմ ինձ կաշառք տուր, կամ այսքան կաշառք կտակ, վերցրած են ինչ-որ խոսակցություններ եւ դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի այդ գործողությունները։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ վարույթը նախաձեռնվել է Գյումրիում ապօրինի շինություններ օրինականացնելուն վերաբերող ենթադրյալ հանցավոր համաձայնության դեպքով։ Ղուկասյանի փաստաբանները պնդում են, դա վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Վարդան Ղուկասյանը որևէ պաշտոն չէր զբաղեցնում, իսկ Գյումրին ղեկավարում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված ԿՊԱ-ական Սարիկ Մինասյանը։ Հաղորդագրություններին, որ տարածվեց դրվագների մասին, թե ապօրինի շինությունները օրինականացնելու եւ այլն, այդ դրվագներով որևէ մեկի ժամանակ պարոն Ղուկասյանը չի եղել համայնքի ղեկավար։ Այդ դրվագները վերաբերվել են 24 թվականի դեկտեմբեր, հոկտեմբեր եւ 25 թվականի փետրվար ամիսներից, որի ժամանակ պաշտոնակատարն այլ անձ է եղել, դուք գիտեք ով է եղել։ Անմեղության կանխավարկածը խախտող ԿՊԱ-ականներին Ղուկասյանի աջակիցները հիշեցնում են, աբսուրդ է Ղուկասյանին մեղադրել կաշառքով շինություններ օրինականացնելու համար, նաև այն պատճառով, որ անօրինական շինություններն արդեն 20 տարուց ավելի է օրինականացնելու որևէ տարբերակ չկա։ Վարդան Ղուկասյանը ցանկության դեպքում անգամ որևէ ապօրինի շինություն չէր կարող օրինականացնել այն պարզ պատճառով, որ դրա ժամկետը լրացել է։ Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Արաքելյանն է հիմա կատարում քաղաքապետի պարտականությունները։ Դատարանի որոշմամբ կասեցվել են Ղուկասյանի լիազորությունները։ Արաքելյանի համոզմամբ Ղուկասյանին առաջադրված այս նոր մեղադրանքը քաղաքական է։ 12 տարվա ընթացքում դուք մի բան չեք կդել։ Մի նոր էլի եկել եք քաղաքական այդ բանը process-ները շարունակվում է, դեմանդրությունները 26 թվականին չեք կարող մարսել, որ պարդվակ խայդարակ ձևի պարդվակ 30,000 եւ ավելի գյումրեցիներ ձայն է տվեն դիմության։ Այսօր նորից շարունակվել են քննչական գործողությունները Գյումրիի քաղաքապետարանում։ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակ են մտել իրավապահները խուզարկել։ Ըստ քաղաքապետարանի ինչ որ իրեր են արգրավել ոստիկանները։ Ինչ արգրավեցիք, կներեք։ Ալբերտ Սերոբյան, Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Գյումրիի համայնքապետարանի մոտից 33 մարդ է ձերբակալվել հոկտեմբերի 20-ին։ Քննչական կոմիտեն է հայտնել թիվը։ Գյումրիից ձերբակալվածների մեջ նաև անչափահասներ կան։ Ձերբակալվածներից 4-ի շահերը ներկայացնող փաստաբան Հայկ Հարությունյանն է հայտնել։ Նրա վստահորդների մեջ էլ կա անչափահաս։ Քրեական վարույթ է նախաձեռնվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար, ինչպես գիտեք, երկուշաբթի երկուժայինները ներխուժել էին Գյումրիի քաղաքապետարան Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու, քաշքշուկ էր սկսվել համայնքապետարանի շենքը շրջափակած ոստիկանների եւ համայնքապետի աջակիցների միջև 6 ժամ անց էր դիմակավոր աղացականներին հաջողվել շենքից դուրս բերել եւ տանել քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին։ Կաշառքի գործով եւս 6 ձերբակալվածի մասին էր հայտնել հակակոռուպցիոն կոմիտեն։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վստահեցնում է, թե հոգևորականների, ինտիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերի, կալանքի հետ կապված խնդիրները ինքը միշտ հրապարակային ներկայացնում է։ Անահիտ Մանասյանը իհարկե իշխանությունների կատարած ռեպրեսիա չի անվանում, ասում է իրավունք չունի միջամտել քրեական գործերին։ Անձանց կոնկրետ կարգավիճակ ունենալու պայմաններում այդ կարգավիճակի առնչությամբ բավարար տեղեկատվություն չտրամադրելու արդյունքում ազատությունը փաստացիորեն սահմանափակելու եւ այդ հարցերի հետ կապված, այսինքն սրանք խնդիրներ են, որոնք միանշանակ գոյություն ունեն եւ միանշանակ ես դրանց վերաբերյալ խոսել եմ, ընդհանուր խնդիրների վերաբերյալ ԿՊԱ-ականները Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի անմեղության կանխավարկածն են ոտքի տակ տվել այսօր երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից Կաշառակեր Սրիկա են անվանել Վարդան Ղուկասյանին։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ներկայացուցիչները հորդորել են իշխանականներին քաղաքական գործի սոլիդարության սահմաններում մնալ, որովհետև մարդը անմեղ է, քանի դեռ նրա մեղքը ապացուցված չէ։ Խայդարակ են եղել։ Ով է ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ըստ իշխանականների։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Կաշառակեր Սրիկային։ Էլ Կաշառակեր Սրիկա, էլ լափակեր։ Չի կարա լափակեր չլինի, չի կարա լափից կտրված չլինի։ Հատկապես Վահագն Ալեքսանյան, Ռուբեն Ռուբինյան, Հայկ Կոնջորյան եռյակն է ազարտի մեջ Վարդան Ղուկասյանի մասին խոսելիս։ Ես պատկերացնում Վարդանիկը ինչքան է սпасել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Սեփական պատկերացումները այլոց վարքագից դարձնելը նորմալ է։ Ձեր իշխանության Ընդդիմադիրները իշխանականներին հիշեցնում են, քաղաքացու սահմանադրությամբ ամրագրված իրավունքն է, մարդն անմեղ է, քանի դեռ մեղքը ապացուցված չէ։ Ձեր ներկայացված մեղադրանքները ամեն օր դատարաններում փշրվում են։ Եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար։ Ենթադրյալ կաշառալափություն, ընդգծում են ընդդիմադիրները, ավելացնում, Գյումրիի քաղաքապետի դեպքում էլ իշխանության արածը գործ կարել է։ Չկա երաշխիք, որ մեղադրանքի հիմքում դրված ձայնագրությունը մոնտաժված, այսինքն կեղծված չէ, ինչպես բանտված Բագրատ Սրբազանի դեպքում։ Դուք մի ամբողջ պատերազմ եք կեղծել, ձայնագրությունն ինչն է, որ չկեղծեք։ ԿՊԱ-ականների համոզմամբ իրենք կեղծող չեն, կեղծիկ բացահայտող են։ Օրինակ, հենց ՔՊ-ն է ասել, որ հենց ՔՊ-ի իշխանության օրերին անիվ հիմնադրամով $60 միլիոն է փոշիացվել։ Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը ՔՊ-ի թիմակիցն է, բայց պաշտոնազուրկ եղավ։ Քրեական գործով է անցնում պտտվող այն լուրերից հետո, ըստ որոնց կոռուպցիոն ինչ-ինչ գործարքների մեջ է։ Ինչ որ չեմ հիշում, կաշառակերության համար իրան բերման ենթարկեն, հարյուրավոր ոստիկանական ուժեր, չգիտեմ ինչեր եւ այլն, ավելին այստեղից չի հնչում ոչ թե կաշառակեր Սրիկա արտահայտությունը, լավ կաշառակեր բառը անգամ, այդ անձի հասեին եւ դա ճիշտ է, որովհետեւ անմեղության կանխավարկածը չի կարելի խախտել մարդու։ Այն ինչ որ դուք ամեն օր այստեղից անում եք։ ՔՊ-ն Ադրբեջանի նման է գրոհի անցնում, նախ կեղծ լուրեր է տարածում, հետո շինծում մեղադրանքներ, ապա հարձակվում, հղում տալով շինծում մեղադրանքներին։ Իրավիճակն այսպես պատկերավոր են նկարագրում ընդդիմադիրները։ Ընդդիմադիր համայնքապետ կա, որ ընտրվել է չեք հրետապնդել։ Գյումրու համայնքապետը Կաշառակեր է, Վանաձորինը ընտրվելուց հետո պարզվեց հանցագործա։ Գորիսինը ինչ էր, Սիսյանինը ինչ էր, Կապանինը ինչ է, Բերթինը ինչ էր։ Դուք ուղղակի ժողովրդի քվեի հետ չեք հաշտվում։ Պարզվում է ԱԺ փոխոսնակը ընդդիմադիր համայնքապետերի մի ցուցակ ունի։ Կազմ պատրաստ հեռախոսի մեջ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերթի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի։ ՔՊ-ի սև ցուցակն է Ռուբեն Ռուբինյանի ձեռքում։ Իշխանականներն այսօր 7 երկ գիտեին, 7-ն էլ Վարդան Ղուկասյանի մասին, որին Վարդանիկ են անվանում անգամ նրա տղայի հասակակից տղաները։
Վարդանիկը բանն է, այդ ամոթի հուշարձանն է, որը քայլող կենթանի հուշարձան էր, երեգել վազում էր։ Հայկ Կոնջորյանին խանդավառել են Վարդան Ղուկասյանին վազելով բերման ենթարկելու կադրերը։ Ռուբեն Ռուբինյանը կարծես մի քիչ տխրել է, որ քաղաքապետին միայն վազեցրել են, կարող էին ասֆալտին փռել։ Հարգարժան Վարդանիկի մռութնել ասֆալտին ես երեք չեմ տեսել։ Ուշադրություն, ընդդիմադիր քաղաքապետի դեմքի մասին է խոսում ԱԺ փոխոսնակը։ Անտասիրակ մի հատ տղա է։ Արփիս Քյասյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Իսկ դուք բարևում եք ձեզ գաղտնալսող կապիտանին ամեն հեռախոսազրույցից առաջ։ Փաշինյանի դիմախոսները խորհուրդ են տալիս այդպես անել։ Նոր Հայաստանում շատ ժողովրդավարական դրոններով գաղտնալսում են անգամ քամին։ Հոգեբանները խորհուրդ են տալիս անգամ կենցաղային զրույցներում զգույշ լինել։ Բազմաթիվ քրեական գործեր կան կարված, որոնց հիմքում ըստ փաստաբանների մոնտաժված ձայնագրություններ են։ Զգույշ խոսեք Հայաստանում, ԱԱԾ-ի ականջները ամենուր են։ Էլ մարդկանց հեռախոսներում, տեսախցիկներում, սուրճի ապարատներում, բանտախցերում։ Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում փաստորեն գաղտնալսում են նույնիսկ դրոններով։ Մամուլն է գրում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին գաղտնալսել են ԱԹՍ-ի միջոցով, հատուկ գաղտնալսման համակարգով։ Այդ դրոնը չէին կարող այդ բառը օգտագործեմ թռցնել Փարաքյալում, որ տեսնեին, որ քանի ամիս շարունակ նախապատրաստվել է ընդդիմադիր համայնքապետի սպանությունը, թե ձեռնտու չի եղել իրանց իրավիճակի վերահսկողություն։ Ձեռնտու է գաղտնալսել միայն ընդդիմախոսներին, պնդում է Հայաստան խմբակցության պատգամավորը, որը չի բացառում, որ իրենց ընդդիմադիր պատգամավորներին էլ գաղտնալսում են։ Մենք հաճախ չենք կարողանում հանգիստ ճաշել որևէ տեղ, որովհետև անվտանգության որևէ աշխատակից վստահաբար կողքի սեղանին ճաշում է մեզ հետ։ Գաղտնալսումը դարձել է Փաշինյանի իշխանության ինքնապահպանման վերջին ճանապարհը, կարծում են հոգեբաններն ու նկատում։ Իշխանությունն ամեն ինչ անում է ընտրություններից առաջ հասարակության շրջանում վախի մթնոլորտ տարածելու համար։ Արդեն գիտեք ինչ խապելը էլ չի աշխատում։ Ես ձեզ սիրում եմ, խոնարհվում եմ ձեր առաջ էլ չի աշխատում։ Հիմա ամեն ինչ արվում է երկրում վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Եվ դա արվում է արդեն բաց առանց քողարկումների։ Մեծ մոտ այսօր Հայաստանում ուղղակի տերոր է արժեքների նկատմամբ, այն ամենի նկատմամբ, ինչի մեջ կա ինքնապահպանման ներուժ։ Հոգեբան Կարինե Նալչանջյանն ասում է, պետք է զգույշ լինել նույնիսկ կենցաղային խոսակցություններում, որովհետև ով իմանա ինչպես կկծմցեն առանձին բառերը իրենց ուզածը ստանալու համար։ Պետք է զգույշ լինել խոսակցություններում, որովհետև մենք նաև գիտենք ոնց են կծմցում, արդյունքում քո խոսակցությունը ուրեմն լրիվ կեղծում, դարձնում մի ուրիշ բան։ Ինչպես օրինակ Բագրատ Սրբազանի դեպքում, երբ քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրություններից հետո փաստաբանները հրապարակեցին դրանց ամբողջական կտորները։ Եվ մենք տեսանք, որ պատկերը բոլորովին այն չէ, ինչ ներկայացնում էր իշխանությունը։ Այս իշխանությունները մի ամբողջ պատերազմ են կեղծել ձայնագրությունն, ինչ է որ չկեղծեն։ Կեղծված ձայնագրություններով ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, պաշտոնյաներին, հոգևորականներին բանտարկելով Փաշինյանի թիմը հույս ունի վերարտադրվել 2026-ին, պնդում են փորձագետները։ Նրանց խոսքով, եթե այդ նույն պրոֆեսիոնալիզմը իրավապահներն օգտագործեին շարքային քաղաքացիներին հանցագործներից պաշտպանելու համար, վերջին 5 տարիների ընթացքում ծանր հանցագործությունների թիվը 60%-ով չէր աճի Հայաստանում։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Նորայր Շարբաթյան և Հենրիկ Համազասպյան, Հայլուր։ Ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգում է հերթական կոռուպցիոն գործարքի բացահայտումից հետո իրեն ծեծի ենթարկելու մասին։ Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա, ինչպես հիշում եք, ծեծի էր ենթարկվել Նոր-Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետը ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին։ Նույն խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռինը նաև Չախոյանը։ Հիմա նա պնդում է, թե բացահայտել է համայնքային հողի յուրացման դեպք, որից հետո էլի բռնության է ենթարկվել։ Երևանի քաղաքապետարանը հաստատել է, որ շինարարություն իրականացնողը չունի շինթույլտվություն, բայց զրպարտություն է անվանել ակտիվիստի 100,000-ավոր դոլարների կոռուպցիայի մասին պնդումը։ Քաղաքապետը պատրաստվում է դատի տալ Չախոյանին։
Ուրեմն սա առանցին թույլտվության կառուցված Ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծել են Նոր-Նորքում, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի Բաղյան փողոցում, որտեղից մեկ շաբաթ առաջ Չախոյանը տեսանյութ էր հրապարակել, մեղադրելով քաղաքային իշխանությանը համայնքային հողի զավթումը չկանխելու, ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար։ Եթե ես որևիցե մի բան սխալ եմ ասում, թող Երևանի քաղաքապետարանը իմ խոսքերը հերքի։ Չախոյանի խոսքով մոտ 500 քառակուսի մետր տարածքում ապօրինի շինարարություն է առանց թույլտվության։ Որն էլ կա։ Այդպես, ըստ նրա, համայնքին հասցվել է $560,000 վնաս։ Տեսանյութի հրապարակման օրը մի խումբ մարդիկ հարձակվել են ակտիվիստի վրա, քաշքշել նրան։ Ես դիմել էի ոստիկանություն, իրանց բերման ենթարկեցին եւ ազատ արձակեցին։ Կոռուպցիայի հովանավորչությունն է։ Արդեն 3 տեսանյութի հրապարակումից մեկ շաբաթ անց, երբ Չախոյանը գնացել է Նոր-Նորքի նույն տարածքը ցույց տալու, որ ոչինչ չի փոխվել, նրան 7 հոգով ծեծել են։ Նույն մարկանցից էլ ինձ վրա հարձակվում են, ինձանից հեռախոսն են գողանում, այսինքն որ ինչ-որ դեպքի վերաբերյալ ինչ-որ բացահայտող փաստ չլինի, կրկին ոստիկանություն եմ դիմում։ Չախոյանի խոսքով տարածքի տերը Երևանի քաղաքապետի մտերիմներից է, հակառակ դեպքում քաղաքապետարանը կկանխեր ապօրինությունը։ Հետ լրատվական կայքի տեղեկություններով հողամասի սեփականատերը Նորիկ Արշալույսի Հովանիսյանն է, որը հայտնի է որպես Լունա տաքսի ծառայության տեր։ Նրա որդին Կարեն Հովանիսյանն է եղել ին վրա հարձակվողներից մեկը, պնդում է ակտիվիստը։ Հայաստանում զուտ խոսքի համար են մարդկանց ամիսներով ձերբակալում, իսկ տվյալ դեպքում, երբ որ հանցակազմը կա եւ անհերքելի է եւ հենց Տիգրան Ավինյանի մտերիմներն են եւ մարդկանց վրա արդեն երկրորդ անգամ են ինձ վրա հարձակվում եւ գողություն են անում, մնում են անպատիժ։ Երևանի ավագանում Այր Հայաստան խմբակցության ղեկավար Մեսրոպ Մանուկյանը համոզված է Չախոյանի ծեծին օպերատիվ կարձագանքեր ոստիկանությունը, եթե նա անդիմադիր հայացքներ չունենար։ Ոստիկանությունը 0 արձագանք, բայց ոստիկանությունը գործ ուներ Գյումրիում, պետք է գնային մարդկանց վրա հարձակվեին։ Այսօր այդ նույն մարդիկ բռնում են Չախոյան Արթուրին, ծեծում են երկրորդ անգամ։ Արթուրին հարցնում, ասում եմ ինչ ա եղել, ասում ես ուզում եի գնայի զուգահեռ տանեի Վարդան Ղուկասյանի ու այս գործի մեջ, որ Երևան քաղաքում ցույց է տալու, որ հողերը զավթել են, կաշառք են տվել, էս են արել, են արել, 0 արձագանք։ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Ախամոյանն արձանագրում է, հոկտեմբերի 20-ին ոստիկանությունը Երևանն անտեր էր թողել, ամբողջ ոստիկանությունը զբաղված էր Գյումրիի քաղաքապետին բերման ենթարկելու օպերացիայով։ Գյումրիում մենք տեսանք բազմաթիվ ոստիկանական ուժեր։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ նույն ժամանակահատվածում Երևանում ծեծի է ենթարկվում ակտիվիստ, որը զանգահարում է ոստիկանություն, մասնավորապես Նոր-Նորքի բաժին եւ պարզվում է, որ այդտեղ ոստիկան չկա, որովհետեւ ոստիկանությունը ամբողջ ուժերը կենտրոնացրել է Գյումրիում եւ քաղաքացին ծեծված, ստիպված իր ոտով գնում է ոստիկանության բաժին հաղորդում ներկայացնելու։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպիսի տրամաբանություն է գործում ոստիկանությունում, որևէ դեպքի վերաբերյալ բաշխում, տեղաբաշխում ոստիկանության զորքերի իրականացնելու համար։ Փաստորեն Երևան քաղաքը բառիս ուղիղ իմաստով անտեր էր մնացել երեք, որովհետև քաղաքական իշխանությունը քաղաքական հարց ուներ լուծելու Գյումրիում։ Ձեզ վստահեցնում եմ, որ Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը որևիցե վարչական տարածք անտեր չի մնացել ոստիկանության տեսանկյունից եւ 3 եւ մնացած օրերին։ Ես ճիշտ ասած կասկածում եմ, որ ահազանգ տրված լինի Նոր-Նորքի բաժին կամ 102 համարով եւ այնտեղից պատասխան հնչի, որ այս պահին բավարար ուժեր չկան մոտենան։ Պարզից պարզա, որ Չախոյանի ցուցմունքից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել, ակտիվիստի տեղեկություններով մի տարեց մարդու են ձերբակալել, որը իրեն չի ծեծել։ Մեջների ամենաչեզոքին են ընտրել էլի, այլ ոչ թե նրանք, որ հենց ամիջապես հարձակվել են ու գողություն են արել։ Երևանի քաղաքապետարանը զրպարտություն է համարում ակտիվիստի հայտարարությունը, քաղաքապետը պատրաստվում է դատի տալ Չախոյանին զրպարտության համար։ Աննա Գյուրնազարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։
Վաղարշաբաթի թիմ ընտրությունների քարոզարշավից 1 օր առաջ Խոյում բարեգործական միջոցառում կերուխում է կազմակերպվել, որին մասնակցել է Վաղարշաբաթի համայնքապետի թեկնածու Քպական Արգիշտի Մեխակյանը։ Իշխանություն լրատվականի տեղեկություններով Խոյ գյուղի երեխաներին նվերներ են բաժանել։ Կազմակերպիչը ըստ աղբյուրի Խոյի Քպական ղեկավար Լյուդվիգ Յալոյանի ընկերն է։ Բարեգործական միջոցառմանը ելույթ է ունեցել Արգիշտի Մեխակյանը, շնորհակալություն հայտնել բարեգործին ու հայտարարել, որ վաղը Խոյում ֆուտբոլի դաշտ կբացվի։ Հայաստանի ընտրական օրենսգրքով արգելված է թեկնածուների կամ կուսակցական ներկայացուցիչների կողմից ընտրությունների շեմին դրամական կամ նյութական օգնություն բաժանելը, դա համարվում է ընտրողների վրա ազդելու փորձ։ Վաղարշաբաթի ավականու անդամի թեկնածու Վասյա Ղարիբյանը ահազանգում է, որ իրենց համայնքում թիմ ընտրությունների նախաշեմին բնակիչները անակնկալի են եկել հայտնաբերելով, որ տներում ինչ-որ անհայտ մարդիկ են գրանցված։ Ըստ Ղարիբյանի, վաղարշաբաթցիներից մեկը աղբահանության գումարը վճարելիս բացահայտել է, որ իր տանը 3 մարդ է գրանցված, 3-ին էլ ինքը չի ճանաչում, դիմել է ոստիկանություն։ Մարդը մոտեցել է իր աղբի գումարը վճարի, ասել են ձեր տան վրա 3 հոգի եւս մարդ կա գրանցված։ Անծանոթ մարդիկ են եղել, չենք ուղղակի անազգանուններ, տարբեր անազգանուններով այդ տվյալ մարդը եւս մեր տեխնացուներից մեկի մայրն է եղել, որ մոտեցել է իր աղբի կոմունալ վճարումը կատարի, տեսել է 3 հոգի եւս մարդ կա գրանցված։ Հայտը գնացել են, ներկայացրել են ոստիկանություն։ Էջմիածնի թիվ 1 դպրոցի ուսուցիչները բողոքի ակցիա են արել, ԿԳՄՍ նախարարության մոտ հայտարարել, թե դպրոցի տնօրեն Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հրամանով հեռացվել է աշխատանքից քաղաքական զսպվածություն չցուցաբերելու մեղադրանքով, բայց իրական պատճառը նրանց այն է, որ Արգիշտի Մեխակյանը իր ծանոթին է ցանկանում դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել։ Տնօրեն Լիլիթ Պետրոսյանին հեռախոսով են աշխատանքից ազատել, միայն հետո են դիմում ներկայացրել։ Ակցիա արած ուսուցիչները իրենց ստորագրություններով դիմում են հասնել ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին, պահանջելով վերականգնել Լիլիթ Պետրոսյանին տնօրենի պաշտոնում։ Մեր թղթակիցը տնօրենի հետ է խոսել։ Պետրոսյանը վստահ է, որ իր ազատման հետևում ոչ թե աշխատանքային խնդիր կա, այլ անձնական հաշվեհարդար։ Մեխակյանը ցանկացել է դպրոցի տնօրենի մշակույթի, կրթության եւ արվեստի գծով տեղակալ նշանակել իր ընկերոջ կնոջը, որ ուսուցչի օգտական է եւ ըստ Պետրոսյանի չունի բավարար աշխատանքային փորձ, ինչի պատճառով էլ ինքը մերժել է այդ թեկնածությունը եւ դարձել թիրախ։ Կուզենայինք տեսնել նախարարին, կուզենայինք լսել, թե ինչ հասել է քաղաքական զսպվածություն, եթե կոնկրետ դպրոցում նմանատիպ որևէ բան տեղի չի ունենում եւ մեղադրանքը, ինչպես մենք բոլորս կարծում ենք, անհիմն է։ Միջև չուսումնասիրենք որևէ բան ասել չենք կարող։ Հետաբար խնդրում եմ դիմումը փոխանցել ինձ, դուք գնացեք ձեր աշխատանքին, հարգելի գործընկերներ, ճիշտ է արձակուրդային ռեժիմ է, բայց արձակուրդը ավելի շատ սովորողներին է վերաբերում։ Խնդրում եմ գնացեք դպրոց ձեր աշխատանքով զբաղվեք, կուսումնասիրենք մարզի հետ համատեղ ձեզ կպատասխանենք։ Ողբերգական ավտովթար է եղել Արարատի մարզում, Ֆորդ Տրանզիտը դեպի Երասխ գնալիս մի քանի պտույտ տալով գլխիվայր հայտնվել է դաշտում։ 1 մարդ տեղում մահացել է, 2-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիս բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մահացածը Արարատի մարզի 59-ամյա բնակիչ է։ Եվ հերթական խոշոր վթարն է եղել Տավուշի մարզում, բախվել են Օպելն ու Կիան։ Վթարի հետևանքով 5 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջան բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով վարորդներից մեկը եղել է անչափահաս 15-ամյա տղա։ Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Դուք դիտում եք Հայլուրի հոկտեմբերի 21-ի ամփոփիչ թողարկումը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։